Ոստիկանին հրելու համար Տիգրան Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց նորից կալանքն է ընտրվել։ Ցեղագրում կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի գործի հետ կապված կալանավորված Տիգրան Պետրոսյանի նկատմամբ արդեն երրորդ անգամ կալանքը որպես խափանման միջոց ընտրելը նրա փաստաբան Արա Զաքարյանը անօրինական է համարել։ Միջադեպը պատահել է այն ժամանակ, երբ մի քանի ոստիկան Շանթ Հարությունյանին հրել են և գցել գետնին։ Նա ոստիկանին հրել է, որ թույլ չտա Շանթին ընկած ժամանակ հարվածել։ Բոլոր տեսանյութերում Տիգրանը մշտապես կռիվը բաժանողի դերում է, նկատել է փաստաբանը։ Արա Զաքարյանը նաև նշել է, որ մի քանի վայրկյան տևող միջադեպի հետ կապված գործի տուժող ոստիկան Արա Կարապետյանի հետ առերեսումը տևել է 12 ժամ, որը դեռևս չի էլ ավարտվել։ Նա հայտնում է այնպիսի տվյալներ, որոնք հակասում են տեսագրությանը։ Ոստիկանը առերեսման սկզբում ճիշտ չի նկարագրել Տիգրանի արտաքինը։ Ի դեպ, 4 անգամ առերեսում անելիս ամեն անգամ մի նոր բան է ասում, ասել է փաստաբանը։ Արա Զաքարյանը միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի դատարանը դիտի միջադեպի տեսագրությունը։ Դատարանը հայտնել է, որ քննչական մարմնի քննությունը իրեն բավարարում է։ Ակնհայտ է, որ Տիգրան Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, ընդգծել է փաստաբանը։ Ինչու պետք է այլ անձանց նկատմամբ այլ վերաբերմունք լինի, այս գործով անցնող անձանց եւ մասնավորապես Տիգրան Պետրոսյանի վերաբերյալ լինի այլ մոտեցում։ Այս ամեն ինչի տակ ես տեսնում եմ ուղղակի քաղաքական կոնտեքստ։ Հակառակ դեպքում Տիգրան Պետրոսյանը բնութագրվելով դրականորեն, լինելով լրագրող, խնամքին ունենալով երկրորդ կարգի հաշվանդամ հայր, ով ի վիճակի չէ ինքնուրույն տեղաշարժվելու, դատարանները պետք է այս հանգամանքները հաշվի առնեին։ Նոր Նորք Վերելակ ընկերությունը բարձրացրել է